Բարև ձեզ և բարի գալուստ update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33-րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերը և գործողությունները։ Վարչապետը ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա։ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը։ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի հավանությանն արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը։ Վարչապետը ներկայացնելով կառավարության 2026-ից 2031 թվականների ծրագրերը նշեց, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Վարչապետը հավելեց, Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով և շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Ճիշտ է, այդ գաղափարախոսության, այդ հայեցակարգի մասին 2024 թվականին ես խոսել եմ լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ և նաև կառավարող կուսակցության մշտական գործող մարմնի ղեկավար և բնականաբար կառավարությունն էլ և խորհրդարանական մեծամասնության մեր գործընկերները, կառավարող քաղաքական ուժի վարչությունը այդ գաղափարախոսությունը, այդ հայեցակարգը կիսել են, բայց իհարկե մենք այդ գաղափարը կիսել ենք նաև ժողովրդի հետ, բայց ժողովուրդը արտահայտվելու, արձագանքելու դե յուրե հնարավորություն չի ունեցել։ Դե ֆակտո մենք տեսել ենք, որ այդ գաղափարախոսությունը քայլ-քայլ արժանանում է ժողովրդի աջակցությանը։ Բայց շատ կարևոր էր ընտրությունների արդյունքները այս տրամաբանությամբ և սա շատ էական և կարևոր հանգրվան է, որ մենք կարող ենք արձանագրել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև կառավարության ծրագրի նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք այս հասկացության մասին նույնպես խոսել ենք, այդ մասին մասնավորապես խոսվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ և այստեղ միայն հակամարտության և
խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Կառավարությունը նախատեսում է նոր աջակցություն տրամադրել թզի և դեղցի վերամշակման նպատակով մթերումներին, գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու վերամշակվող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով համապատասխան նախագիծը։ Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերամշակման նպատակով մթերումների աջակցություն ենք տալիս։ Ինչով է սա կարևոր մինչև մանրամասներին անդրադառնալը։ Սա կարևոր եմ համարում առաջին հերթին նրանով, որ նախ այո, կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն մենք այս պարագայում թզի եւ դեղցին է վերաբերվում, մենք նախ օպերատիվ հետևում ենք իրավիճակին, մեր գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք եւ այնտեղ որտեղ որ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք եւ մասնավորապես Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք եւ այստեղ պետք է աջակցեինք եւ միևնույն ժամանակ դեղցի բերքը հանրապետությունում բավականին լավն է եւ էլի աջակցության ոլորտը աջակցության կարիք ունի։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում, այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս եւ սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել։ Խնդիր մեկը բնականաբար մեր գյուղացիական տնտեսությունների մոտ առկա բերքի մթերումն է, սպառումն է Եվ խնդիր երկուսը սա նույնպես կարծում ենք պակաս կարևոր չէ, մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, այդ ապրանքը դառնա ճիր, բնականաբար նաև ենթադրվում է, որ ավելի մրցունակ գնային առումով ապրանք ենք ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ըստ էության լավ գնով ձեռք բերել, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ եւ դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել եւ արդեն պատրաստի արտադրանք մեր տեղական շուկային մրցունակ գնով առաջադրել եւ արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել։ Սա է ամբողջ տրամաբանությունը այս ծրագրի եւ ծրագրի շրջանակում մինչեւ սեպտեմբերի 1-ը, պարոն վարչապետ, մեր կանխատեսումներով շուրջ 3000 տոննա դեղց կմթերվի եւ շուրջ մինչեւ առավելագույնը 400 տոննա թուզ։ Եվ շարունակելով կառավարության նիստի թեման։ Մենք խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում։ Այդ մասին կառավարության նիստում 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ հարց է ապահովագրության համար որ դեպքում ով կվճարի, բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը իրոք դառնա համընդհանուր, եւ մենք հանրապետությունում չունենանք մարդ, որը դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից, նշել է վարչապետը։ Ուզում եմ ընդգծել առողջության ապահովագրության համակարգում մեր առաջիկա անելիքը, այդտեղ մենք խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը հանրապետության ներառել առողջության ապահովագրության համակարգում։ Այդ ուրիշ հարց է ապահովագրության համար որ դեպքում ով կվճարի։ Բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը իրոք դառնա համընդհանուր եւ մենք հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից։ Հարգելի գործընկերներ, համառոտ սա էր, մանրամասն քննարկում կունենանք։ 2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի Եվրամիության արտահանման ծավալը գերազանցել է $516 միլիոն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է ավելի քան 80%-ով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նշելով, որ 2026 թվականի առաջին կիսամյակում դեպի Եվրամիություն արտահանումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 71%-ով։
Եվ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով։ Ճեպազրույցում վարչապետը խոսեց կառավարության հնգամյա ծրագրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին։ Ինչ ազդեցություն են ունենում երրորդ երկրից հնչող ԵԱՏՄ Եվրամիություն հանրաքվեի հայտարարությունները արտաքին միջավայրի կայունության վրա։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հայտարարությունը չի ընկալել որպես պահանջ, այլ բարեկամական ժեստ։ Միջազգային հարաբերություններում միջպետական հարաբերությունները հենց դրանից էլ կազմված են, երբ որ երկրները մյուս երկրների առաջ ձևակերպում են իրենց հետաքրքրող հարցերը։ Հիմա դուք ասիկ պահանջ, որտեղ է արձանագրված այդ պահանջը։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից տեսեք վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար։ Նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք եւ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ դուք դա տեսաք։ Այնտեղ կային, ես թիվը ասել էի, կարծեմ 7 երկրի արտադրությամբ զորահանդեսին մենք սպառազինություն եւ տեխնիկա ենք ցույց տվել։ Եթե հիմա դուք արխիվից հանեք նախկինում Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսների տեսագրությունը կամ ինֆորմացիան, կտեսնեք, որ այնտեղով 90%-ով մի, եթե ոչ ավել, մի երկրի արտադրության տեխնիկա է ցուցադրվել։ Սրա մասին է խոսքը։ Եվ նաև դա տնտեսական ոլորտում պետք է արտահայտվի եւ այնտեղ որտեղ արտահայտել է դա, հասցրել է արտահայտվի, մենք ակնհայտ հաջողություններ ունենք։ Այնտեղ որտեղ ոչ, ակնհայտ է այդ հավասարակշռումը չիրականացնելու հետևանքները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հետ կապված շատ ծանր եւ դժվար որոշումներով ինքը Հայաստանը դուրս է բերել չլինելիության թակարդից։ Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի ժողովուրդը 2 անգամ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունեցել այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել եւ ըստ նրա Հայաստանի ժողովուրդը կիսում է իր տեսակետը։ 2 անգամ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդ թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումները արտահայտել է։
եւ 2 անգամ ընտրություններով արտահայտվել եւ 5 տարի էլ իր ամենօրյա կյանքով արտահայտվել։ Ես մարդկանց ասել եմ եւ ասում եմ եւ այս հայտարարությունը այսօրվա ու անցյալի մասին չի, այդ հայտարարությունը մշտականի մասին է։ Որպես հեղափոխության իշխանության եկած մարդ ես ասում եմ, Հայաստանի ժողովուրդը միշտ էլ կարող է անել հեղափոխություն։ Միշտ։ Եվ ես եղել է, երբ որ ես ասել եմ Ղարաբաղի շարժումը մենք դադարեցնում ենք, ես չգիտեմ դուք այդ ասուլիսին ներկա եղել եք թե չէ, ես ասել եմ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացնում եմ եւ ես այս որոշումը իրականացնելու եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր կողմից ընտրված։ Եթե դուք գտնում եք, որ սա սխալ ճանապարհ է, խնդրում եմ կարող եք հեղափոխություն անել եւ ինձ հեռացնել իշխանությունից։ Եվ ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր դժվար որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից, չլինելիության թակարդից, եւ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։ Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։ Բաներ կա, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավին էլ եմ այո անդրադարձել շատ էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով ճշգրիտ։ Այդ հարցը կարելի է ամեն 5 շաբթի տալ, ես դեմ չեմ իմիջայլոց, որովհետև նորանոր շերտեր կբացվի։ Շարունակենք ճեպազրույցի թեման։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև երկրի դատական համակարգի մասին, նշելով համակարգի խնդիրների մասին։ Վարչապետը հավելեց, որ դատական համակարգը նախագծված է այնպես, որ այն ծառայի ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին։ Դատավորների հետ կապված, այսինքն իսկ ով ասե ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ։ Մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում եւ շատ հաճախ ինքը, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Բայց ստեղ կա ֆունդամենտալ մի հատ խնդրեմ։ Դա տենց է համադրական կարգավորումների բերումով։ Ես առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։ Որովհետեւ հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին։ Ու մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց մենք չենք կարող վստահաբար ասել, որ ընդհակառակը վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ չի, ինչքան էլ մեծ ներդրումներ են կարել, մեծ բարեփոխումներ են կարել։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը պետք է լուծվի։ Եվ այդ ֆունդամենտալ խնդրեմը առանց համադրական փոփոխությունների հնարավոր չի լինելու լուծել, առանց նոր համադրության ընդունման հնարավոր չի լուծվել։ Շարունակենք թողարկումը։ Կորեայի Հանրապետության վարչապետ Han Son-suk-ը շնորհավորական ուղերձը հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով։
Կորեայի Հանրապետության կառավարության եւ քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս։ Խնդրում եմ ընդունել ձեր այդ գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները ձեր առողջության եւ ձեր բոլոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար, ասվում է ուղերձում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսեյան խաղաղության մրցանակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայի Եսեն երկրամասի խորհրդարանը։ Նշվում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսեյան խաղաղության մրցանակ։ Սեպտեմբերի 18-ին նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վեսեբադենում Հեսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում։ Աշխատանքային խմբին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում մշակել եւ վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճամբարակ տանող ճանապարհին գազ 53-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների։ 1 զինծառայող մահացել է։ Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ամփոփվել են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քվեարկության արդյունքները։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առողջական խնդրի պատճառով չի մասնակցել խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը։ Քվեարկությունը մեկնարկել է ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում ժամը 10:10-ին եւ տևել է 2 ժամ։ Արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։ Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, իրականացվել է 12 մշտական հանձնաժողովների թեկնածուների քվեարկությունը միասնական կարգով։ Հետևաբար ես կկարդամ ցանկացած հանձնաժողովի նախագահի թեկնածուի տվյալները անհատապես առանձին։ Սկսենք Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել են 102 падգամավոր։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը, կողմ 40 դեմ 61։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դուռը կփակեք։ Թող բացեն ներս գան եւ փակեն։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել են 102 падգամավոր։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, կողմ 40 դեմ 62։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 102 քվեաթերթիկ, անվավեր 0։ Ձայները բաշխվել են Դավիթ Ղազինյան կողմ 40 դեմ 62։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Տրթած Սարգսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։
Բացակայող քվեաթերթիկների քանակը 11, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դդաթ Սարգսյան կողմ 62, դեմ 29։ Որոշումը ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, մի խնդրանք, ծափահարություններն ու շնորհավորանքները ամենավերջում կանենք։ Հիմա ուղղակի լսենք արդյունքները, համեցեք Տիկին Մինասյան։ Ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Նազալի Բաղդասարյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, բացակայող քվեաթերթիկներ 11, Նազալի Բաղդասարյան կողմ 62, դեմ 29։ Որոշումը ընդունվել է։ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Սիսակ Գաբրելյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա 92 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 29, բացակայող քվեաթերթիկներ 10, ձայները բաշխվել են կողմ 61, դեմ 2։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը, քվեատփում առկա է 90 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, ձայները բացակայող քվեաթերթիկներ 12, ձայները բաշխվել են Սարգիս Խանդանյան 62 կողմ, դեմ 28։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Ներողություն եմ խնդրում, էլի։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա է 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, բացակայող քվեաթերթիկներ 11, Լուսինե Բադալյան կողմ 62, դեմ 29։ Որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, բացակայող քվեաթերթիկներ 11, Արուսյակ Ջուլակյան կողմ 62, դեմ 29։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Վիլեն Գաբրելյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 19, բացակայող քվեաթերթիկ 11, Վիլեն Գաբրելյան կողմ 62, դեմ 10։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա է 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 29, բացակայող քվեաթերթիկներ 11, Բաբկեն Թունյան 62 կողմ, դեմ 0։ Որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատփում առկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Լիլիթ Գալստյան կողմ 54, դեմ 47։ Ըստ այդմ որոշումն ընդունվել է։ Ազգային ժողովի 12 հանձնաժողովներից 3-ում նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Այսօրվա քվեարկությանը Ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած 3 թեկնածուներն էլ չեն ընտրվել, ուստի խմբակցությունը պետք է առաջադրի նոր թեկնածուների։ Այդ պատճառով Ազգային ժողովը այս պահին անցկացնում է լրացուցիչ նիստ։ Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, որ ժամը 18:30-ից մինչ 20:00 կանցկացվի 1 լրացուցիչ նիստ։ Հարցին կողմ է քվեարկել 56, դեմ 3 падգամավոր։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է նաև օգոստոսի 19-ին խորհրդարանում գրանցված միջադեպին, երբ որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Վարման կարգի վերաբերյալ խոսքի իրավունք խնդրեց նաև Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Դավիթ Ղազինյանը։ Առհասարակ ինքնահայեցումը իմ կարծիքով քաղաքական գործի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է ու ես երեք նորից նայել եմ մեր երեկվա նիստերը,
լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները, թե դահլիճում, թե դահլիճից դուրս նաև, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար ու դրանից հետևություններ կարվեն։ Սա առաջինը, բայց երկրորդը նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը նաև փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, այդտեղ դուք էլ ձեր մասով ինքնահայեցման հարց կտեսնեք, այնպես որ աշխատանքային մեր բնականոն գործունեությունը կարծում եմ հիմա մի վարքյան, կարծում եմ մեր աշխատանքային բնականոն գործունեությունը կկարողանանք վերականգնել ու քանի որ քվորում ունենք հարգելի գործընկերներ, գիտեք որ 10:10 կմեկնարկի 12 մշտական հանձնաժողովների նախագահի տեխնացուների ընտրությունները, հիմա վարման կարգով Դավիթ Ղազինյան, համեցեք պարոն Ղազինյան։ Հարգելի գործընկերներ, քանի որ նախագահը խոսեց երեկվա միջադեպից, ես ուղղակի մի այսպես հորդոր ունեմ նախագահությանը, որպեսզի բնականon ճիշտ ընթանա եւ երեկվապես միջադեպեր չլինեն, ուղղակի հորդորում եմ հնարավորինս, եթե արվում է ինչ-որ բան, այսինքն ձեր երեկվա հայտարարությունը, որ ամբիոնից հնչում է ինչ-որ սուտ կամ կեղծ տեղեկություն, դա տարածվի բոլորի վրա, դեռ ինչ-որ միտեղ հնարավոր է պատկերացնել, բայց հորդորում եմ, որպեսզի տեղից մեր նյարդերն էլ տեղի չտան եւ ընդհանրապես այս խնդիրները չլինեն, ընդհանրապես նիստը կանոնակարգելու եւ վարելու հետ կապված նախագահություն արձագանքի։ Իմ հորդորը դա է, ու այսպիսի միջադեպեր համոզված եմ չեն լինի։ Շնորհակալություն։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Ռոմի Պապ Լևոն 14-րդը օգոստոսի 20-ի առավոտյան Վատիկանում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոսեֆ Աունին։ Նախագահը նաև հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։ Ըստ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության, պետքարտուղարությունում քննարկումները հիմնականում կենտրոնացած էին Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Լիբանանի կողմից ստորագրված եռակողմ շրջանակային համաձայնագրի վրա, որը նպատակ ունի կայունացնել Լիբանանի Հանրապետության հարավային սահմանները եւ հասնել արդար եւ երկարատև խաղաղության։ Լիբանանի նախագահական գրասենյակի հայտարարության համաձայն նախագահ Աունը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Ռոմի Պապ Լևոն 14-ին Լիբանանին աջակցող ջանքերի համար, որոնք ուղղված են Իսրայելի օկուպացիայի եւ ագրեսիայի դադարեցման պահանջներին հասնելուն։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր հայտարարված պատժամիջոցների արշավը, դա անվանելով ամերիկյան ներքին խնդիրներից շեղում։ Այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։ Այսպես կոչված տնտեսական դդեյը նորմանդական դեսանտային գործողությունը շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից, աննախադեպ պարտք եւ աճող տոկոսային ծախսեր, նշել է Արաղչին։ Նա զգուշացրել է, որ ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտության եւ իրանցիների թշնամանքի։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում, հավելել է նա։ Ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն ահռելի տնտեսական հետևանքների։ Թրամփը Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափանման հետ, նշելով, որ սա կլինի տնտեսական նորմանդական դեսանտային գործողություն։ Ներկայում Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան Կիևի դիրքորոշման պատճառով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս պահին խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով։ Առաջնագծում դինամիկան լավ հայտնի է։ Պետության ղեկավարը եւ գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս խոսել են դրա մասին։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, նշել է Պեսկովը։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն փորձում են նպաստել հակամարտության կարգավորմանը։
Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 12 զոհի մասին։ Եվս 33 մարդ վիրավորվել է։ Կիևում որոշ պահեստներում հրդեհներ են բռնկվել։ Բնակելի 9 հարկանի շենքում փլուզվել են վերին հարկերը։ Եվս 1 մարդ զոհվել է Կիևի մարզում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևում եւ Կիևի մարզում թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի եւ ֆլամինգո հրթիռների արտադրության հետ կապված ձեռնարկություններ եւ լոգիստիկ կենտրոններ։ Ուկրաինան էլ զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ տարբեր մարզերում, ինչպես նաեւ Սև եւ Ազովի ծովերի երկնքում խոցվել է ուկրաինական 726 ԱԹՍ։ Իսպանիայի ոստիկանությունը եւ քաղաքացիական գվարդիան օգոստոսի 20-ի առավոտյան գործողություններ են սկսել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի Էլ Տրամպոլին լողափից շուրջ 4000 անօրինական միգրանտներին վտարելու համար։ Շուրջ 30 ոստիկանական ավտոմեքենա շրջապատել է կես կիլոմետր ձգվող տարերային ճամբարը, որը անօրինական միգրանտները կառուցել էին հուլիսի վերջին Մարոկոյի կողմից սահմանի զանգվածային խախտումից հետո։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է անօրինական միգրանտներին տեղափոխել քաղաքում կառուցվող ժամանակավոր կենտրոններ, նրանց ապաստան տրամադրելու դիմումները քննարկելու եւ մեծ մասամբ Մարոկո նրանց վերադարձի գործընթաց սկսելու համար։ Հուլիսի վերջին շուրջ 72000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկոյից ծովով եւ ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկո։ Գերմանիայում մոտ 14000 մարդ շոկ եղանակի զոհ է դարձել ընթացիկ ամռանը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 1992 թվականից ի վեր։ Ինստիտուտի վերջին տվյալներն ընդգրկում են տարվա սկզբից մինչև օգոստոսի 9 ներառյալ ընկած ժամանակահատվածը։ Շոկի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը գնահատվում է 14000։ Դա առավելագույն ցուցանիշն է 1992 թվականից ի վեր։ 1994 թվականին ըստ համաճարակաբանների գնահատումների շոկի պատճառով մահացել է 10100, իսկ 2018 թվականին 8700 մարդ։ Այս ամռանը մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին։ Առանձնանում է արտակարգ շոկի երկու ժամանակահատված։ Առաջինը բաժին է ընկել հունիսի վերջին, երկրորդը հուլիսի վերջից օգոստոսի սկզբին։ Հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26.4 աստիճան, ընդ որում ցերեկը տեղ-տեղ ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից վեր։ Գանք այլ թեմաների։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներին առաջարկել է հետաքրքրվել Նիկոլ Փաշինյանից, թե երբ է նա մտադիր հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Դատարանի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում քաղաքական գործիչը, չպատասխանելով այն հարցին, թե իր այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է, առաջարկել է այդ հարցը հասցեագրել Փաշինյանին։ Կարապետյանը պատասխանել է նաև հայտարարագրի վերաբերյալ հարցին, վստահեցնելով, որ այնտեղ նշված անշարժ եւ շարժական գույքը այն ամենն է, ինչ ինքը տիրապետում է երկրում։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը, նշելով, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից մեկը գտնվում է կենտրոն վարչական շրջանում, իսկ երկուսը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են։ Շուրջ 47 միլիոն դրամ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։ 2005-ից 2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ տեղեկություններով Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման ընթացքում հնարավոր է ամբողջությամբ չեն փաստաթղթավորվել օգտագործված շինանյութերը, կատարված շինարարական աշխատանքները և ստացված ծառայությունները, ինչի հետևանքով կարող էին պակաս հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները, պատմում է տեսանյութը։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գործող խոշոր մարզահամալիրի կառուցման ընթացքում հնարավոր է ամբողջությամբ չեն փաստաթղթավորվել օգտագործված շինանյութերը, կատարված շինարարական աշխատանքներն ու ստացված ծառայությունները, ինչի հետևանքով կարող էին պակաս հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունները իրացնելու նպատակով ձեռնարկվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ուսումնասիրվել են ընկերության հաշվապահական և սկզբնական հաշվառման փաստաթղթերը, շինարարությանն առնչվող իրավական հիմքերը, հիմնական միջոցների հաշվառումը, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը։ Փաստական տվյալների համադրման ընթացքում բացահայտվել է մի հանգամանք, որը հետագա ուսումնասիրության համար առանցքային է դարձել։ Պարզվել է, որ շուրջ 10.500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող մարզահամալիրի կառուցման համար 2013-ից 15 թվականներին հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվել է ընդամենը շուրջ 665 միլիոն դրամի շինարարական աշխատանքների, ծառայությունների ու շինանյութերի ձեռքբերումը։ Հետագայում նույն մարզահամալիրը որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ անկախ գնահատողի կողմից գնահատվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Փաստաթղթերով ձևակերպված շինարարական ծախսերի և կառուցված գույքի գնահատված արժեքի միջև առկա բազմամիլիարդ դրամի տարբերությունը դարձել է օպերատիվ հետախուզության հիմնական ուղղություններից մեկը։ Ձեռքբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ մարզահամալիրի կառուցման ընթացքում օգտագործված շինանյութերի, կատարված շինարարական աշխատանքների ու ծառայությունների զգալի մասը կարող էր ձեռքբերված լինել առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան հաշվարկային փաստաթղթերով ձևակերպվելու և առանց ընկերության հաշվապահական ու հարկային հաշվառման մեջ արտացոլվելու։ Հետագայում այդ ակտիվները ձևակերպվել են որպես հիմնադրի ոչ դրամային ավանդ և ներառվել ընկերության կանոնադրական կապիտալում։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում արձանագրվել են նաև հիմնական միջոցների հաշվառման հետ կապված անհամապատասխանություններ։ Մասնավորապես ընդհանուր շուրջ 614 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի մի մասը տեղում չի հայտնաբերվել, մինչդեռ դրանց դուրսգրումը կամ վնասումը հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նախնական տվյալներով այդ հանգամանքով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 102 միլիոն դրամ։ Այսպիսով, ձեռքբերված փաստական տվյալները հիմք են տվել ենթադրելու, որ պետությանը պատճառված հնարավոր վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ 107 միլիոն դրամ։ Փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։ Եվ վերջում եղանակի մասին։ Օգոստոսի 20-ի և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-ից 24-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-ից 24-ը աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում օգոստոսի 20-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Օգոստոսի 21-ից 25-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս եթերաժամի լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ դուք բաց չթողնեք ապդեյթ վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։